Մեզ է միացել հրապարակախոս իրավապաշտպան Վարդան Արությունյանը, բարև ձեզ Վարդան, շնորհակալություն, որ եկար։ Ադրբեջանական պատվիրակություն է ժամանել Երևան, փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի գլխավորությամբ։ Ինչ կարևորության իրադարձությունն է, եթե դիտարկենք հայ-ադրբեջանական օրակարգի շրջանակում, Վարդան։ Դա շատ կարևոր է, որովհետև սահմանագծման սահմանազատման աշխատանքները սկսել էին կանգ էին առել, ըստ էության նիստեր շարունակվել են, հանդիպումներ եղել են, բայց Տավուշից հետո ոչ մի ընթացք չկար եւ տպավորություն էր, թե դա կանգ է առել։ Հիմա ես չգիտեմ, ընթացք կլինի սրանից հետո ինչ կհետևի, գործողություններ կլինեն, թե չեն լինի, սահմանագծում եւ սահմանազատումը կշարունակվի, թե որոնց արդյունքում պետք է ադրբեջանական զինվորական ուժերը դուրս գան Հայաստանի տարածքներից, թե ուղղակի կշարունակվի խոսակցությունը, այս անգամ արդեն պատվիրակությունների այցերով, եթե առաջ հանդիպում էին սահմաններին, ապա հիմա այցելում են Հայաստան, ապա Բաքու պետք է այցելեն։ Լավ կլիներ, որ այդ ընթացքը, որ սկսվել է, շարունակվեր, ավարտվեր, որոնց ընթացքում, այո, որոնց ավարտին արդեն մենք կունենայինք մեր հստակ գծված սահմանները եւ կիմանայինք ադրբեջանական զինվորական ուժերը դուրս գալիս են, թե դուրս չեն գալիս։ Թուրքիայում ԱՄՆ դեսպանն է ողջունում Թուրքիայի եւ Հայաստանի վերջին քայլերը, մեջբերում եմ, ուղղված իրենց տնտեսությունների եւ ժողովուրդների վերամիավորմանը։ Ինչու եմ սա հատուկ շեշտում, որովհետեւ ենթադրում եմ, որ զուգահեռ գործընթացներ են։ Այո, զուգահեռ են։ Ըստ էության Թուրքիան տարիներ շարունակ, եթե ոչ տասնամյակներ, 2 տասնամյակից ավել, միշտ ասել է, հենց կլուծվի Արցախի խնդիրը, ես Հայաստանի հետ խնդիր չունեմ, բացում եմ սահմանը։ Ըստ էության Արցախի խնդիրը 2020 թվականին Ադրբեջանը լուծեց հոգուտիրը։ Հայաստանի ջախջախիչ պարտությամբ այն լուծվեց, բայց Թուրքիան ձգում է։ Ինչու՞։ Շատ պարզ պատճառով, որովհետև Թուրքիան շարունակում է մնալ Ադրբեջանի այս դեպքում պարտությունից մեր պատերազմից հետո, այսպես ասենք, որ մի քիչ մեղմ հնչի, 2020 թվականի պարտությունից հետո Թուրքիան համաձայնել է լինել Ադրբեջանի խաղի կանոններում արդեն գործել այդ խաղը։ Քանի դեռ Ադրբեջանը Հայաստանից ունի պահանջներ, տանելիքներ, պարտադրանքներ, դեռ քանի Ադրբեջանը հագեցած չի կամ չի համարում, որ ամեն ինչ հնարավոր է վերցնել կամ ինչ ցանկանում է վերցնել, դեռ վերցնելու է, շարունակում է Թուրքիային եւ Հայաստանի մերձեցման կասեցումը շրջինես տարիներին, հայկական դիվանագիտությունը շատ թույլ է եղել միշտ։ Այն մի պահին, երբ տպավորություն էր, ես նույնիսկ այն ժամանակ մի քանի անգամ այդ թեմայով զրույցներ եմ ունեցել հարցազրույցի տեսքով, նաեւ հոդված եմ գրել, որ պահ էր, որ թվում էր Հայաստանը կարող է առանցին Թուրքիայի հետ պայմանավորվել եւ առանցին Ադրբեջանի հետ, բայց հայկական դիվանագիտությունը չկարողացավ այդ ամեն ինչը կենսագործել, չկարողացավ դա առարկայացնել եւ նորից Թուրքիան դե կարող էր որ դե եթե լիներ ճիշտ եւ լավ դիվանագիտություն մշակված, իսկ ինչու ոչ, դիվանագիտությունը ասում են հնարավորի արվեստ է, եթե հնարավոր, եթե ունես այդ հնարավորությունը, եթե ունես այդ կարողությունները, ապա կարողանում ես։ Ըստ էության ես չեմ ուզում թիրախավորել որևէ մեկին, բայց տեսեք, մեր կողմից բոլոր այս տարիների ընթացքում, բոնեւս վերջին 7-8 տարիների ընթացքում պրոֆեսիոնալ դիվանագետներ էլ չեն եղել, որոնք վարել են Հայաստանի շահը դրսում։ Տեսեք, ովքեր էին Ադրբեջանի կողմից խոսում, ովքեր են Թուրքիայի կողմից խոսում, տարիների, տասնամյակների դիվանագետները, որոնք անցել են այդ ճանապարհը, որոնք գիտեն այդ ձևերը, որոնք միջազգային հարթակներում ունեն ծանոթներ, բարեկամներ, ընկերներ, որոնց հետ պատմություն ունեն անցած, իսկ մեր կողմից երիտասարդներ, որոնք այսինքն այդ բալանսը հիմա էլ է խախտված։ Այո, բալանսը խախտված է, եթե չընդունենք, թե այս վերջին տարիների ընթացքում մերոնք ինչ-որ բան են ձեռք բերել, ես չգիտեմ։ Մի բան էլ եւ անցնենք առաջ։ Այս որոշակի ակտիվացումը Ադրբեջան, Թուրքիա, Հայաստան այս երանգյուններում որևէ կերպ առնչվում է հայկական ընտրությունների հետ։ Ընդհանրապես Ադրբեջանը եւ Թուրքիան իրենց տեսակետը հայկական ընտրությունների հետ արդեն արտահայտել են։ Իրենք ունեն իրենց նախընտրելի տեխնացուն, այդ կապակցությամբ բացահայտ հայտարարել են, որ իրենք կուզենային, որ Փաշինյանը մնար եւ շարունակեր իշխանավարել։ Մնացածը ես չեմ կարծում, թե նրանք այսօր խնդիր ունեն Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու իրենց այդ այցերով։ Չեմ կարծում, դրա կարիքը նույնիսկ չկա էլ։ Օգնելու, ինչու՞ միջամտել ասելով միայն
Դա հայտարարությունը արվեց ավելին ես չեմ պատկերացնում, ինչպես պետք է օգնեն։ 7 հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին, սա հատված է Արցախ միության տարածած հայտարարությունից, այսօր պահանջելով անհապաղ ազատ արձակել եւ դատապարտելով Ադրբեջանի կամայական դատավճիռները։ Սա ձեզ վերաբերում է, որովհետեւ լավ գիտեք հատկապես այս կտորը մեր պատմության։ Այս հարցը կա հայ-ադրբեջանական օրակարգում։ Այս հարցը հավանաբար կա հայկական դիվանագիտության օրակարգում, բայց հայկական դիվանագիտությունը այնքան վախվորած է ադրբեջանցիների հետ շփումներում, որ կարծում եմ, չեմ բացառում, որ նրանք միջազգային հարթակներում կամ միջազգային գործընկերների հետ հարցը գուցե բարձրացնում են, թե ինչ սրությամբ եւ ինչ հստակությամբ չեմ կարող ասել, բայց Ադրբեջանի հետ որպես պայման, որպես նախապայման, կարծում եմ, որ ոչ։ Եթե նախորդ հարցի շարունակություն որպես, եթե մերոնք լինեին ունենային մշակված դիվանագիտություն, ունենային հեռահար քայլեր մշակված եւ այդ քայլերին տանող ճանապարհը կոնկրետ պատկերացնեին, ապա այո, հայ գերիների խնդիրը, պատանդների խնդիրը, առևանգված անձանց խնդիրը պետք է լիներ նաեւ ինչու ոչ արցախցիների տուն վերադառնալու իրավունքը, դրանք բոլորը հումանիտար խնդիրներ են եւ որևէ կերպ չէին կարող հակասել հայ-ադրբեջանական մերձեցմանը եւ կամ հայ-թուրքական մերձեցմանը, հակառակ դրանք կարող էին նպաստել այդ մերձեցմանը, եթե դրա ճիշտ մշակվեր, ճիշտ մատուցվեր եւ միջազգային հանրությանը եւ Ադրբեջանին եւ լիներ որպես նախապայման հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Տեսեք, Ադրբեջանը բազմաթիվ նախապայմաններ ունի այդ հարաբերությունները կառուցելիս ճանապարհներ, ես չգիտեմ, հազար մի պայմաններ արդեն հիմա չթվարկենք, մեր կողմից ոչ մի պայման չկա։ Հասկանալի է, մենք պարտվել ենք։ Հասկանալի է, պարտված կողմը մի քիչ ավելի խոնար է լինում, բայց լինել այդքան խոնար դա արդարացում չունի։ Այո, հայկական դիվանագիտությունը, եթե իր օրակարգում այդ խնդիրը դրած լիներ ժամանակին եւ հստակ աշխատեր այդ ուղղությամբ, մենք այսօր կարող ենք այդ խնդիրը կամ տեսնել լուծված կամ լուծման փուլում, հատկապես որ Ադրբեջանում այդ դատավարություններն արդեն ավարտվել են եւ թե միջազգային հանրության ճնշմամբ եւ աջակցմամբ, թե մերոնց կողմից ակտիվ գործողություններով հնարավոր կլիներ դա լուծել։ Ադրբեջանցիները այդ մարդկանց պատանդներին, նրանց բոլորին կարելի է պատանդներ անել, առևանգված անձանց պահում է որպես ճնշում հայկական կողմի վրա, իսկ հայկական կողմը ճնշումը ստանում է, բայց հակազդելու ոչ մի քայլ։ Հայ-ադրբեջանական շփումներից, հատկապես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գալիս են արձագանքներ, որ այդ զրույցներում նրանք շատ пассив են մասնակցում, հասկացնելով ընդամենը, որ ժամանակ տվեք մեզ, որովհետև դա շատ կարող է։ Ես չգիտեմ, դա ընդամենը մանյովր է խուսափելու համար։ Դա ոչ թե մանյովր է, այո, քաղաքացիական հասարակություն ասածը Ադրբեջանում չկա։ Հայաստանում կա եւ եղել է միշտ։ Ադրբեջանը տոտալիտար երկիր է, նույնը որ ասենք Հյուսիսային Կորեայում քաղաքացիական հասարակություն, մոտավորապես կամ Ուզբեկստանում քաղաքացիական հասարակություն, դրա նման մի բան։ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը կամ գտնվում է իշխանության թելադրանքի ներքո, կամ եթե իշխանության թելադրանքի ներքո չի, ապա դիտարկվում է որպես ընդդիմադիր գործիչ, նրանք կամ պետք է լքեն Ադրբեջանի տարածքը, կամ պետք է լինեն բանտում։ Նրանց բանտերը լցված են քաղաքբանտարկյալներով եւ նրանց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների արդյունքի բաժինը 70-80%-ը, որոնց մի մասին ես ճանաչում եմ, գտնվում են Եվրոպաներում։ Փախստականի կարգավիճակով, բանտերից դատապարտված ազատ արձակվածների կարգավիճակով, այսինքն խոսել ազատորեն կամ նրանց ներկայացնել ճիշտ այնպես, ինչպես մերոնք են, որ ազատ կարող են իրենց մտքերն արտահայտել, իհարկե նրանք չեն կարող, բայց կարևորել չի, Ադրբեջանում մեկ մարդ է որոշում։ Մեկ մարդ է որոշում։ Եվ եթե մենք հասարակության այդ զրույցի համատեքստում շատ լավ է որ կան այդ հանդիպումները, բայց ցուցիչ մենք ունենք, օրինակ Ադրբեջանում հակահայկականությունը պետական մակարդակով է քարոզվում դպրոցներում, մանկապարտեզներում եւ ամենուր եւ դա չի դադարել։ Ռամիլ Սաֆարովը դեռ իրենց մոտ ազգային հերոս է եւ այդ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից որևէ մեկից չենք լսել, որ քնած համակուրսեցություն սպանողը չի կարող լինել այդ գեղեցիկ քաղաք Բաքվում ազգային հերոս։ Սա է, բայց հիմա ունենք այն ինչ ունենք, նրանց քաղաքացիական հասարակությունը սրանք են ներկայացնում եւ նրանց հետ պետք է լինեն նրանց շփումները։ Արցախում եկեղեցիներ են վերացվում, չէ՞, վերջին վանդալիզմը շատ բան։ Հիմա չգիտեմ, մեր խեզախությունը չի երիկում Մուստաֆայևին ասել ինչու է կանում։
Այս դրա մասին էր մեր զրույցի ամենաառաջի փուլը։ Այո, չի հերիքում, դա պետք է ասի պետությունը։ Մենք ունենք պետություն։ Քաղաքացիական հասարակության անդամները կարող են ասել, ես կարող եմ զանգահարել իմ Բաքվի ծանոթներին կամ նամակ գրել նրանց եւ ասել ժողովուրդ էս ինչ է կատարվում։ Նրանք էլ իհարկե ցավ ափսոսանք կարտահայտեն ու վերջ կավարտվի կամ հանդիպում ունենալ նրանց հետ Բաքվում եւ ասել, որ բայց դա ոչինչ չի փոխի։ Փոխողը Ադրբեջանում Ալիևն է։ Փոխողը նրանց մոտ այդպես է եւ Ալիևի հետ Ալիևի զրուցակիցը Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչները չեն։ Ավելին մի տհաճ բացատրության հանդիպեցի իշխանության ներկայացուցիչի կողմից, ասես դե տարածքը իրենցն է, ինչ ուզեն կանեն, բայց այո, ես էլ կարդացի, դա տհաճ, չգիտեմ, հա, տհաճ շատ մեղ բառ է, իհարկե, այո, նրանք նույնիսկ եթե դա իրենց տարածքն է, դա մեր մշակութային ժառանգությունն է մեկ, եւ եթե նույնիսկ մերը չլիներ, եթե նույնիսկ նրանք մսկիթներ ավիրեին, մենք որպես նորմալ մարդիկ պետք է ասենք ժողովուրդ ինչ է կանում։ Չի կարելի ավիրել, որովհետև այդ ճանապարհը մեկ անգամ մարդկությունն արդեն անցել է։ Կապույտ մսկիթը Երևանի կենտրոնում է, երբևէ մեր մտքով անցել է մսկիթը։ Չէ, դա իհարկե, հատկապես այդ բացատրությունը, ես չգիտեմ, նախարարի մակարդակով հատկապես, եթե չեմ սխալվում, չէ։ Դա ուղղակի դա խոսում է մեր կառավարության, պետության այդ վախվորացության աստիճանի մասին։ Սա է։ Ահա այդ չափորոշիչներով են զրուցում մեր զրուցակից Ալիևի հայ զրուցակիցները այդ համատեքստում են եւ այդ չափորոշիչները։ Ինչ կտար Ռուբեն Վարդանյանին Հայաստանի ՄԻՊ-ի այցը Բաքվում։ Դա շատ կարեւոր կլիներ։ Նախ ՄԻՊ-ը պետք է պնդեր, չպետք է ոչ թե թույլտվություն խնդրել, այլ պնդեր կամ իր միջազգային գործընկերների հետ, ես չգիտեմ, տարբեր օմբուդսմենների, Գերմանիայից, Ֆրանսիայից աղմուկ պետք է բարձրացրել եւ պահանջել, այո, եւ կարող էին հավաքվել մի 7-8 ՄԻՊ, ենթադրենք, Հայաստանից, Լեհաստանից, ես չգիտեմ, տարբեր տեղերից, հենց ինքը պետք է նախաձեռներ եւ ասեին մենք ուզում ենք այցելել հայ պատանդներին, հայ գերիներին, այցելել Ռուբեն Վարդանյանին, որ այդ այցելության կարիք ունի եւ ինքը պահանջել է եւ խնդրում է եւ թող Ադրբեջանը բոլորին ասեր չէ։ Իսկ այստեղից Հայաստանից ինչ հնչեց, թույլ կտակ գանք, նրանք ասեցին թույլ չենք տա, մոտավորապես այսպեսի։ Եվ այստեղից էլ ասեն դե մենք ասեցինք, իրենք էլ ասեցին թույլ չենք տա։ Հա, իրենք պետք է ասեին թույլ չենք տա։ Իրենք իրենց օմբուդսմենին չեն թողնում, որ գնան բանտեր։ Հայաստանի օմբուդսմենին պետք է թողնեն։ Հայաստանի օմբուդսմենը ուներ այո իմ ասած ճանապարհը։ Միամտություն է կարծելը, թե միջազգային հանրությունը կամ միջազգային դերակատարները ուժ ունեն, հատկապես եթե հումանիտար խնդիրների վերաբերյալ է։ Իհարկե սահմանագծում սահմանազատումը մի բան է, պատերազմ խաղաղությունը մի բան է, բայց զուտ հումանիտար խնդիրները շատ հեշտ են լուծվում նրանց օգնությամբ, եվրոպացիների օգնությամբ։ Մեր գերիներին տեղափոխել են այլ կալանավ։ Դե դա ես ինչքան հասկացած նորմալ է արդեն, որովհետև նրանք դատավճիռներն ունեն եւ դատավճիռներից հետո նրանք պետք է քննչական մեկուսարներից տեղափոխվեին ինչ-որ բանտեր եւ ինչքան հասկացա այդ բանտն նոր կառուցված բանտ է, ինչ-որ դե հիմա իրանք ասում են նոր չափորոշիչներով, չգիտեմ ինչ չափորոշիչներ են, բայց երևի թե ըստ օրենքի պահանջի է այդ գործողությունը կատարվել։ Մենք արդեն չպետք է խոսենք այն մասին, մեր գերիները գտնվում են այս բանտում, թե այն բանտում։ Մենք պետք է խոսենք այն մասին, որ մեր գերիները գտնվում են Ադրբեջանում։ Եթե նույնիսկ նրանց ամենալավ հյուրանոցում են նրանք տեղավորված, բայց գերու կարգավիճակում են։ Մեզ դա պետք չի։ Մեզ պետք է որ մեր մարդիկ լինեն Հայաստանում։ Եթե Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր է կնքում կամ այդ ճանապարհին է, խաղաղության պայմանագրի պայմաններից մեկը պետք է լինի, որևէ հայ գերի չպետք է այնտեղ լինի, որևէ հայ պատանդ չպետք է այնտեղ լինի։ Էլի եկանք Հայաստանում սպասող ընտրությունների տրամաբանությանը։ Գերիների հարցը կարող է օգնել ընտրությունների։ Ահա, թտա Աստված, թող գերիները վերադառնան, թող վերադառնան այդ մարդիկ տուն, թող օգնի։ Եթե այդպես կլինի, իհարկե սա կտակ որպես այո կարող է օգնել։ Ես չգիտեմ ինչ կարող դա իհարկե դա կլինի հայկական հայաստանյան ընտրություններին լուրջ ծանրակշիռ միջամտություն, շատ լուրջ միջամտություն կլինի, բայց այսպես թե այնպես այդ միջամտությունները կան, եթե այդ միջամտության արդյունքում պետք է մարդիկ վերադառնան տուն, իրենց ընտանիքներ, եւ մենք չպետք է ունենանք գերիներ Ադրբեջանում, որը մեզ միայն գերիների խնդիրը չի, միայն այդ մարդկանց խնդիրը, մեր բոլորի խնդիրն, դա մեզ համար վիրավորական է։ Դա մեզ համար, դա խոցում է մեր ինքնասիրությունը։ Եթե նրանք պետք է վերադառնան, թող վերադառնան, եթե այդ գնով պետք է վերադառնան, թող վերադառնան։ Ընտրությունների մասնակիցների կազմը ձեզ որևէ կերպ է դրվում։ Ընտրությունների ես պատկերացրեք Հայաստանում բավականին ակտիվ դիրքորոշում ունեցող մարդ եմ, մինչև հիմա չգիտեմ ում եմ քվեարկելու։ Այս վիճակն է։
ընտրությունները եւ ես իմ միջավայրի մարդկանց եմ ժամանակ առ ժամանակ հարցնում, որոնք նույնպես շատ ակտիվ դիրքորոշում ունեցող մարդիկ են, բոլորն էլ մոլորված են։ Մենք մոլորված հասարակություն ենք, մենք ինքներս ենք մոլորված, մեզանից յուրաքանչյուրը եւ բոլորս միասին։ Այս միքիչել մասնակիցներն են մոլորես։ Այո, այս մեր ծանր պարտությունը, որ եղավ, հատկապես պարտությունից հետո զարգացումները 23 թվական, դրանից հետո զարգացումները, հատկապես պարտությունը որպես հաջողություն ներկայացնելու այդ փորձերը, դրանք բոլորը մոլորեցնող հանգամանքներ են։ Եվ մենք բոլորս եւ մեր հանրությունը, մեր հասարակությունը, այո, նույնը նաեւ խաղաղության այս կոնցեպտը, որը պարտության համատեքստում են ներկայացնում։ Այս ամբողջը մոլորեցնում է դա մեզ մարդիկ չենք, մենք չենք հասկանում ինչ է կատարվում։ Ուզում եք ասել խաղաղության ձգտելը վատ բան է։ Խաղաղության ձգտելը շատ լավ բան է։ Խաղաղությունը շատ կարևոր հանգամանք է եւ խաղաղությունը պետք է լիներ եւ պետք է լինի, բայց այդ խաղաղությունը նույնիսկ պարտության դեպքում շատ նորմալ է, հա, պարտությունը ընդունում ենք պարտությունը, ճանաչում ենք մենք մեր պարտությունը եւ այդ պարտությունից ելնելով քայլեր ենք անում, ինչպես գերմանացիները ենթադրենք երկրորդ համաշխարհայինից հետո ճապոնացիները երկրորդ համաշխարհայինից հետո, այո, ճանաչում են, նրանք ճանաչեցին իրենց պարտությունը, ընդունեցին եւ սկսեցին արդեն կառուցել իրենց ապագա կյանքը ելնելով այդ հանգամանքից։ Իսկ մենք մեր պարտությունը մինչեւ այսօր չենք ճանաչել։ Հակառակը, մեր իշխանավորները մեր պարտությունը փորձում են որպես հաջողություն ներկայացնել։ Մեր ջախջախիչ պարտությունը մեզ մատուցում են որպես մեծագույն հաջողություն եւ մեզանից էլ դեռ նեղանում են, որ մենք դա չենք ընդունում։ Եվ սա մոլորեցնում է, հանրությանն է մոլորեցնում, մեզ է մոլորեցնում, մեզ վիրավորում է։ Եթե մեզ ասվեր, այո, մենք պարտվեցինք, պատերազմ էր, այո, լինում է, իսկ ինչու ոչ։ Պարտվում են պատերազմում շատերը, շատ երկրներ են պարտվել։ Մենք պետք է մեր մեջ քաջություն ունենանք եւ կարողանանք հաղթահարել պարտության այդ ծանրությունը։ Եկեք բոլորս միասին լծվենք եւ հաղթահարենք։ Դա կլիներ նորմալ, ծանր, դժվար, շատ վատ, բայց կլիներ նորմալ, բայց երբ մեզ ասում են այն պարտությունը մեր հաջողությունն է, մեր հաղթանակն է, այդ պարտությամբ է որ պետք է կայանա մեր պետությունը։ Ձեր ասացի վրա լույս կսփռեր 44 օրյայի զեկույց ասվածը, չէ՞ դրա։ Եվ զեկույցը, եւ վարչապետների ելույթները, եւ ընդհանրապես այդ ճանաչել պարտությունը։ Չկա այդ զեկույցը, ինչու՞։ Եւ որովհետեւ երևի եւ ասում են չի լինի մինչեւ հունիսի 7։ Եթե ամեն ինչ հունիսի 7-ով է պայմանավորված, դեպքում չգիտեմ ինչու չկա։ Ես միայն գիտեմ, որ նույնիսկ նրանց ենթադրում եմ դա շատ բան կփոխտորի, իսկ դա պետք է արդյոք։ Հավանաբար, բայց պետք է լինի պարտության ընկալում եւ ճանաչում։ Պարտությունը պետք է, ինչպես հաղթանակ, այնպես էլ պարտությունը պետք է ճանաչես, ընդունես։ Սա է, եթե դու դա չես ճանաչում կամ դա փորձում ես մոլորեցնել, փորձում ես դա ներկայացնել որպես հաջողություն, որպես հաղթանակ, արդեն չի ստացում։ Նախ քո մոտ չի ստացում, իշխանակ տեսնում ենք էլի, չի ստացում, նրանց մոտ էլ չի ստացում, եւ հանրության մոտ չի ստացվում, որոնք ասում են չհասկացանք, բա ոնց այդ ինչ հաղթանակ էր, որ սենց ստացվեց, կամ այդ ինչ պետություն է, որ պետք է պարտությունը լինի հիմքում դրված նրա, ոչ թե արժանապատվությունը, ոչ թե հաջողությունները, ոչ թե թեկուզ հին հաղթանակները, չէ՞։ Մարդիկ իրենց հին հաղթանակներն են դնում իրենց նոր պետությունների հիմքում, իսկ մենք մեր